Նրան տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլ Բլյանին։ Պարոն Բլյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Երեկվանից հոգևորականների կալանավորում է տեղի ունենում, այդ լուրերին զարգացումներին անդրադառնալով վարչապետ Փաշինյանն այսօր բացառել է, որ իրադարձությունները կամ այդ գործընթացները դուրս լինեն օրենքից, մինչդեռ ընդդիմությունը, Մայրաթոռը ոչ միայն այդ գործողությունները համարում է ապօրինի, այլև տեղավորում է Փաշինյանի կողմից իրենց բնորոշմամբ իրականացվող հակաեկեղեցական արշավի տրամաբանության մեջ, նաև ավելին Հայաստան դաշինքից պատգամավոր Արթուր Խաչատրյանը այդ արշավը անվանում է կիսալուսնային արշավ, ըստ երևույթին նկատի ունենալով, որ եկեղեցու դեմ գործողությունները Փաշինյանը իրականացնում է թշնամու հետ համակարգված կամ նրանց կառավարմամբ։ Ինչ դիտարկումներ կանեք, որքանով է մտահոգիչ ստեղծված իրավիճակը եւ ուր կարող է տանել այս ամենը մեզ։ Ես անձամբ չեմ տեսնում որևէ արշավ եկեղեցու դեմ, ինչպես իրենք են ներկայացնում, եթե ինչ-ինչ հոգևորական օրինազանցությամբ է զբաղվել, դա չի նշանակում, որ նա, քանի որ կրում է վեղար, ապա նա անձեռնմխելի է, հակառակը օրենքի առջև բոլորը հավասար են, եթե մենք դա անվանենք, որ դա եկեղեցու դեմ արշավ է, եթե իրապես լիներ եկեղեցու դեմ արշավ, ապա եկեղեցիներ կփակվեին, եկեղեցիներ չեն փակվում։ Հետևաբար ո՞րն է այդ արշավը։ Դա նույնն է, երբ մենք օրինակ պայքարել ենք Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարիներին իրենց դեմ, դա նշանակվեր, որ կդատիտվեր որպես պայքար պետության դեմ։ Դա այդպես չէ։ Եվ նույն կերպ, եթե իրենք մեղադրում են Տեր Արամին կամ Տեր Թադեին, արդյոք իրենք ուրեմն պայքարում են եկեղեցու դեմ։ Ոչ չէ, իրենք պայքարում են կոնկրետ Տեր Արամի, Տեր Թադեի եւ մնացած գիտակից հոգևորականների դեմ։ Հետևաբար իրենք որքան էլ փորձեն դրանք նույնականացնեն, դրանք նույնը չեն, որովհետև նորից եմ ասում, գիտենք, որ ձերբակալվածը Գարեգին կաթողիկոսի եղբորորդին է, քրոջորդին է եւ փաստորեն չհավատալ, որ նա չի զբաղվել ընտրակեղծարարությամբ կամ մարդկանց հավաքելով եւ ուրեմն տարատեսակ ցույցերին մասնակցելու, այդքան էլ իրատեսական չէ եւ հակառակը լավ էլ կարելի է հավատալ դրան։ Պետք է սպասենք ընթացքին, մենք գիտենք, որ իրազեկ քաղաքացիների որոշումը բողոք էր ներկայացրել դատախազություն եւ դրա հիման վրա գործողություններ են տեղի ունենում։ Դա լրիվ նորմալ է։ Պարոն Բլյան, իսկ պատահականություն է, որ այս ամենը համընկնում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հերթական մեղադրանքների հետ հայ եկեղեցու հասցեին, նա մասնավորապես ասում է, որ ոչ միայն եկեղեցին, այլ նաև հայկական սփյուռքը իրենք ամեն ինչ անում են, որպեսզի խաթարվի խաղաղության գործընթացը։ Եվ մեր ներսում ընդդիմադիր շրջանակներից բացի նաև կան նեղ մասնագետներ, ադրբեջանագետներ, ովքեր պնդում են, որ այս համընկումը պատահական չէ։ Գիտեք, միգուցե իրանք պարզապես երկրորդում են, հիմա ես նույնը կարող եմ կրկնել, այո, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, մասնավորապես Հայդատը, դաշնակցական կառույցները, անկան, իրենք զբաղվում են կոնկրետ հակապետական գործունեությամբ եւ բոլորովին վերջերս մենք տեսանք, որ հայերին Միացյալ Նահանգներում սպիտակներից կարգեցին, դարձրին միջինասիական ժողովուրդ։ Մենք տեսանք, որ իրենք դեմ քվեարկեցին, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի, իբր թե իրենք դա փորձում են արդարացնել, որ այդ օրինագիծը, որը առաջ էին բերել հայամետ կոնգրեսականները, այնքան էլ չի բավարարում իրենց։ Դե կներեք, չի բավարարում, բայց դա այն է, ինչ ունենք։ Չի բավարարում, այս օրինագծին կողմ քվեարկեք եւ աշխատեք օրենսդիրների հետ, որպեսզի այլ օրինագծեր բերեք, բայց դե մի քվեարկեք, շտկվարկեք, այլ դե մի արտահայտվեք այդ օրինագծին, դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենք իրականում մտածում են իրենց փեշակի մասին, որովհետեւ եթե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են, խաղաղվում են, դառնում են կառավարելի, ապա ընդհանրապես հարց է առաջանում, թե իրենք ինչով պետք է զբաղվեն, ել ինչի համար պետք է գումար աշխատեն, որովհետև տարիներ շարունակ իրենք փող են աշխատել հենց այդ թեմայի վրա։
Ով է տվել այդ փողերը։ Այդ փողը իրենք ստացել են թե մեր հայրենակիցներից Միացյալ Նահանգներում, այդ փողը իրենք ստացել են թե Ռուսաստանի Դաշնությունից։ ԱՄՆ-ին փող են ստացել Ռուսաստանի Դաշնությունից, պարոն Բլեյան։ Այո, որովհետև դա Ռուսաստանի Դաշնության կողմից հավաքագրված կառույց է։ Միանշանակ է, որովհետև քանիցս իրենք մենք տեսել ենք, որ իրենք երկրորդում են եւ տարածում են ռուսական նարատիվները, որովհետև այսօր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին կարգավորմանը դեմ գործողություններ է անում Ռուսաստանի Դաշնությունը եւ գործողություններ են անում Ռուսաստանի Դաշնության շահերը ներկայացնող հայաստանյան այսպես կոչված քաղաքական կազմակերպությունները եւ իրենց սատելիտ քույր կուսակցություններն ու կազմակերպությունները Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում եւ այլուր եւ ոչ միայն Լիբանանում, Իրանում, ամենտեղ իրենք փորձում են դա խաթարել, ամենտեղ փորձում են դա հարամել։ Իրականում մենք հիմա այլ բան պետք է տեսնենք, մենք պետք է տեսնենք, որ սփյուռքը համախմբվում է եւ իրենց ներուժն են փորձում օգտագործել, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գնա հնարավորինս հօգուտ Հայաստանի, որպեսզի իրապես խաղաղություն լինի, բայց իրենք վախենում են խաղաղությունից։ Իրենց համար խաղաղությունը դա մահացու է։ Որն է արժանապատիվ խաղաղությունը։ Եվ դուք ասացիք հակապետական, նրանք էլ ասում են մեր գործողությունները կամ մեր անհամաձայնությունները գործող իշխանության քաղաքականության հետ։ Որն է այդ արժանապատիվ խաղաղությունը, որը այնքան հզորանալ, որ Ադրբեջանին ստիպեն գնալ խաղաղության, որ Ադրբեջանը մտքով անգամ չանցկացնի Հայաստանի հետ պատերազմ։ 30 տարի իրենք համարյա իշխանության էին Հայաստանում։ Ով էր իրենց ձեռքից բռնել, որ իրենք չէին հզորանում։ Մենք չէինք հզորանում։ Ով էր խանգարում իրենց։ Հակառակը, եթե իրենք իրապես ուզում են, որ մենք հզորանանք, մեզ պետք են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունենալ բաց սահմաններ, որովհետեւ բաց սահմանների արդյունքում մենք կուժեղանանք ինչպես տնտեսական միջոցներ կձեռնարկենք, որի արդյունքում մեր բյուջեն կկրկնապատկվի, կեռապատկվի, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, կլավանա։ Դրանից հետո արդեն եթե դու Հայաստանը որպես ուժեղ երկիր եւ բարեկեցիկ երկիր նաեւ հետաքրքիր է դառնում միջազգային հանրության համար, որտեղ այլ խաղացողներ են արդեն մուտք գործում տարածաշրջան։ Դա է զսպող հիմնական հանգամանքը, որպեսզի Ադրբեջանը մեկ օր նորից չգայթակղվի եւ չուզենա ընդհանրենք հարձակվել Հայաստանի տարածքների վրա կամ Թուրքիան։ Իսկ իրենք ինչպես են պատկերացնում այդ զարգացումը։ Միութենական պետության կազմում իրենք օրինակ բողոքել են մեկ օր Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունից։ Ինչու չեն բողոքում Վարդան Ղուկասյանի հայտարարած արտահայտություններից։ Իրենք եթե պրո-հայկական են, իրենք չեն անհանգստանում, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում, մեծությամբ երկրորդ քաղաքում քաղաքապետը խոսում է Հայաստանի Հանրապետության պետականության դեմ։ Դե մի բան արտահայտեն, ինչու չեն ասում մի բան։ Ուր էին այդ կառույցները, երբ 21 թվականին իշխանություն էին այստեղ ուզում տապալել։ Փոխանակ իրենք պետք է սատարեին, որպեսզի այդ կարևոր ժամանակաշրջանում իշխանությունը մնար կայուն եւ կներեք, 21 թվականին եղան ընտրություններ։ Իրենք իրենց բոլոր գործողություններով ցույց են տալիս, որ իրենք հաշտ չեն Հայաստանի Հանրապետության հարատևության գաղափարի հետ։ Իրենք հաշտ չեն, որպեսզի այստեղ Ռուսաստանի Դաշնություն չլինի։ Պարոն Բլեյան, հանրության շրջանում նոր բաժանում ունենք։ Մատնիչներ, հուդաներ, իդեմս Տեր Արամի եւ Դանիել Իոաննիսյանի եւ ազգային արժեքներ պահպանողներ ու պաշտպանողներ իդեմս հոգեվորականների։ Այս հանրային անհամերաշխությունը ինչպես պետք է մենք հաղթահարենք եւ ով պետք է բերի հանրային համերաշխություն կոչվածը մեր ժողովրդին, որովհետեւ ես չգիտեմ որքանով է այս ամենը բխում մեր երկրի շահերից եւ ներսում կարող են իրար այսպես պիտակավորել։ Ես դեմ եմ այդ արտահայտության հետ, որ հոգեվորականները պետք է պաշտպանեն այդ արժեքը եւ դա համարում են ազգային արժեք, այսինքն մատնությունը դա համարվում է հայկական ազգային արժեք եւ դա կապում են հոգեվորականների հետ։ Ոչ, դա այդպես չէ։ Հոգեվորականների այսպես կոչված հոգեվորականների մի խումբ համարում է, որ մատնությունը դա հակահայկական արժեք է։ Իրականում սա մատնություն չէ։ Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է այդ հասարակական կազմակերպությունը։ Ինչ ազգային արժեք։
Այսինքն եթե տեղի ունեցել ընտրակեղծարարություն, եթե տեղի ունեցել մարդկանց բռնի ուժով կամ փողով ցույցերին եւ ընտրություններին մասնակցություն, ընդհանրապես 2018 թվականի հեղափոխություն բայել ինչի համար էր, եթե մենք պետք է դա համարենք մատնություն։ Մենք կարել ենք հեղափոխություն, որպեսզի այստեղ լինեն օրինական ընտրություններ, արդար ընտրություններ, ազնիվ ընտրություններ, չլինեն գնված քվեներ, վաճառված քվեներ։ Իրենք փորձում են դա ներկայացնել ազգային արժեք, ես միանշանակ դեմ եմ դրան եւ մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով մենք սատարում ենք Դանիել Հովհաննիսյանին մասնավորապես եւ իր կողմից ղեկավարած այդ հասարակական կազմակերպությանը եւ հորդորում ենք, որպեսզի շարունակեն աշխատեն հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Իսկ կներեք այսօր ասել, որ այդ հասարակական կազմակերպությունը պրոիշխանական է, այդպես էլ չէ։ Իրենք ամիսը մեկ քննադատում են Նիկոլ Փաշինյանին, ամիսը մեկ գովերգում են Նիկոլ Փաշինյանին, լավ են ասում, վատին վատ։ Դե ամեն դեպքում հանրային ընկալումը կոնկրետ Յոհաննիսյանի հետ կապված ավելի շատ նա համարվում է իշխանական ներկայացուցիչ, իշխանությունների հետ կապեր ունեցող ներկայացուցիչ։ Դե կապ ունի, հա, եթե օրինակ միջոցառում է կազմակերպում եւ հրավիրում է վարչապետին կամ կառավարության աշխատակիցներին, նստում են իրար կողք, դա դեռ չի նշանակում, որ իրենք դառնում են պրոիշխանական։ Դրանից հետո նա կարող է դուրս գալ, շատ սուր հայտարարություններ տարածել, ինչ-ինչ քայլերի կապակցությամբ, որոնք գործ են դրվում իշխանության կողմից։ Իսկ ինչ է կարծում, ինչու Տեր Արամը օրինակ այդ վերադասի կողմից ցույցերին մասնակցելու հրահանգի մասին ավելի վաղ չբարձրաձայնեց։ Չեմ կարող իր տեղը ասել, բայց ես կարծում եմ, որ նա պարզապես այդ ժամանակ վախենում էին, որովհետև այդ ժամանակ դեռ չկար այս բացահայտումները, որոնք տեղի ունեցան մասնավորապես վարչապետի արած հայտարարությունից հետո, որ երբ նա մեղադրեց կաթողիկոսին կուսակրոնության ուրեմն ուխտը դրժելու մեջ եւ դրանից հետո արդեն ինչ-ինչ հոգեվորականներ սկսում են առաջ գալ եւ ես կարծում եմ, որ ելի կլինեն հոգեվորականները, որոնք ովքեր կհասկանան, որ եկեղեցին ավելի կարեւոր է, քան Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը, որովհետեւ իրենք առաջին հերթին ծառայում են եկեղեցուն, ոչ թե ծառայում են Գարեգին Բ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանին։ Եվ ընդհանրապես ցանկացած հոգևորական եպիսկոպոս իրենք պետք է հենց այդ նույն վարքագիծը դրսևորեն եւ նրանք ովքեր ի հայտ կգան կբացահայտեն եւ կքաջալերեն Տեր Արամին, Տեր Թադեին, Խորեն Հովհաննիսյանին, մնացածին, Բարդիկ թեմի ուրեմն առաջնորդին, իրենք բոլորը պետք է արժանանան դրական գնահատականի եւ հասարակական աջակցության, որովհետեւ իրենք չեն վախում, իրենք խոսում են, իրենք չեն լռում, իրենք գործում են հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայ առաքելական եկեղեցու, որովհետեւ այսօր ասել, որ Գարեգին Բ կաթողիկոսը ներկայացնում է կրոն առաքելական եկեղեցի, դուք կներեք, ես էլ ուրեմն բալետ եմ ներկայացնում, հո այդպես չէ։ Որտեղ ենք մենք տեսնում այդ հոգևորականը։ Լավ, օգոստոսի 8-ից որքան ժամանակ է անցել, սեպտեմբեր, հոկտեմբեր, 2 ամիս անցել է։ Հայ առաքելական եկեղեցու վեհապարը բան չունի ասելու իր հավատավորներին օգոստոսի 8-ի կապակցությամբ։ Իրենք կողմ են, կողմ չեն, սատարում են, չեն սատարում, իրենք ուզում են որ խաղաղություն լինի, թե ոչ։ Իրենք չեն ուզում օրհնել օգոստոսի 8-ը։ Կողմն, եթե կարծում եմ, որ դրա միջանցք է տրված այդ հաստատությունները, թող ուրեմն հայտարարություն տարածեն։ Ես օրինակ չեմ լսել, որ Գարգին Բն ասում է, որ օգոստոսի 8-ով մեղրին տվեցին, ինչպես Հրանտ Բագրատյանն էր ասում, կամ Արթուր Խաչիկյանը, կամ չգիտեմ մնացածները։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։
Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իսկ նման հայտարարությունը չի համարվի քաղաքականության խառնվել, պարոն։ Չէ, ես ուզում եմ, որ ինքը օրհնի։ Բագրատ Սրբազան երբ իր շարժումը սկսում էր, նա ասում էր, ես ունեմ վեհապարի օրհնանքը։ Մեզ հիմա պետք է, որպեսզի Գարգին Բ վահապարը օրհնի օգոստոսի 8-ը։ Եվ ասի օրհնված լինի օգոստոսի 8-ը, եւ ես ուզում եմ, որպեսզի խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Որ նա քայլեր ձեռնարկի, Փաշազադեի հետ միգուցե հանդիպում կազմակերպի, երկկողմ, եռակողմ, քառակողմ, բազմակողմ։ Թող գործի։ Իսկ դրա փոխարեն ինչ անում։ Գնում է Միացյալ Նահանգներ, այնտեղից ներմուծում է դատապաշտպան, որը պետք է պաշտպանի Սամվել Կարապետյանին, ով կարծես թե քաղաքական գործչի հայտ է ներկայացրել 3 Ով այդ դատապաշտպան Ամստերդամ Ռոբերտը։ Ընդ որում նա բերում է մի դատապաշտպանի, ով հավաքագրված է Ռուսաստանի Դաշնության կողմից, որպես ավելի շուտ պատերարխատի կողմից, որպեսզի պաշտպանեն ռուսական եկեղեցու շահեր Ուկրաինայում։ Իսկ մենք գիտենք, թե ռուսական եկեղեցին ինչով էր զբաղված Ուկրաինայում։ Ընդ որում այդ նույն դատապաշտպանը հավաքագրված է եղել Թուրքիայի կողմից, որպեսզի Թուրքիայի իշխանության տարատեսակ ընդդիմադիր գործիչներին երկրից դուրս հետապնդեն իրավական առումով։ Այսպիսի դատապաշտպան են իրենք բերել մեր գլխին, ով հանդգնել է ձեռքը սեղանին խփելով, հարվածելով, հաթաթաթա Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք պատկերացնում եք, որպեսզի Միացյալ Նահանգներում որևէ օտարազգի ցանկացած երկրի քաղաքացի օտարազգի գնա, մամուլ ասուլիս տա եւ ասի մենք հարվածելու ենք Դոնալդ Թրամփին, մենք հարվածելու ենք նահանգներին, որպեսզի իրենք բաց թողնեն, չգիտեմ, որևէ քաղաքական գործչին։ Քանի օրինակ կմանար այդ երկրում միջև արտաքսվելը, եթե իհարկե արտաքսեին, այլ ոչ թե բանտարկեին։ Ես կարծում եմ այստեղ թուլություն եք մենք ցուցաբերում։ 3 պետք էր ձերբակալվեր կամ արտաքսվեր հենց այդ դատապաշտպանը եւ հենց կապ չունի իր քաղաքացիությունը, բացարձակ կապ չունի իր քաղաքացիությունը։ Ցանկացած երկրի քաղաքացի, այդ թվում Հայաստանի Հանրապետության, ով գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, նա պետք է իրավական քննադատական է արժանանա։ Պարոն Բլյան, ընտրություններին թառաջ, այսինքն մենք չսպասենք հանրային համերաշխության այդ բաժանումները,
պարակտումները գնալով ավելի կսրվեն։ Մենք ավելի վատ ռետորաբանության ու ավելի վատ բնորոշումների ականատես կլինենք։ Գիտեք, որ արդեն քաղաքական դաշտում կարծես թե որոշակիություն է երևում, քաղաքական հին ու նոր ուժեր են հայտարարում ընտրություններին մասնակցելու մասին, իդեմս Քոչարյանի նաև։ Ցավոք այո, որովհետև ընդդիմությունը ամեն ինչ փորձել է որպեսզի դա իրագործվի, որովհետև իրենք շատ կոմֆորտ են զգում եւ հասկանում են, որ որքան իրենք ապատեղեկատվություն տարածեն, այդքան իրենք կհամոզեն որոշ չկողմնորոշված քաղաքացիների, որպեսզի իրենք գնան քվեարկեն Սամվել Կարապետյանի, Վանեցյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հայազգային կոնգրեսի կամ մնացած Թևանյանի եւ այլնի համար օգտին։ Մյուս կողմից էլ իշխանությունը հասկանում է, որ քանի դեռ այդ բոլորը կան, այն քաղաքացիները, որոնք ժամանակին եղել են քաղաքացիական պայմանագրի հետևորդներ, բայց ինչ-ինչ պայմաններով հիասթափվել են, իրենք նորից կվերադառնան եւ կասեն եկեք նորից գնանք քվեարկենք հանուն Նիկոլ Փաշինյանի, որպեսզի անկած նախկինները չգան։ Այն ինչ տեղի ունեցավ 21 թվականին։ Այսինքն դուք ավելի հավանական եք համարում, որ ընդդիմության վերադարձից վախենալով, մասնավորապես նախկին իշխանությունների վերադարձից վախենալով, Փաշինյանը ավելի շուտ կվերընտրվի եւ չի կրկնվի Գյումրիի սցենարը, ինչպես նաեւ շատերն են կարծում։ Ես չեմ հավատում, որ Գյումրիի սցենարը կարող է կրկնվել, որովհետեւ սա ի վերջո համապետական ընտրություններ են։ Գյումրիում շատ քաղաքացիներ գնում ընտրում էին եւ ի վերջո Գյումրիում նա մեծամասնություն չձեռք բերեց, այլ պարզապես նա սատարություն ստացավ, բայց համապետական ընտրություններն ուրիշ են, ես դա այնքան էլ չեմ հավատում, որ այս սցենարը կարող է իրագործվել, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն փորձելու, իրենք փորձելու են։ Ես կարծում եմ այստեղ ընդդիմադիր դաշտի համար է ավելի շատ պայքար գնալու, թե ով է լինելու ընդդիմությունը ազգային ժողովում, իրենք ուզում են շարունակել լինել ընդդիմություն ազգային ժողովում, իսկ իրենց ընդդիմություն ազգային ժողովում դա ընդդիմություն է Հայաստանի Հանրապետությանը, ընդդիմություն է Հայաստանի Հանրապետության պետականությանն ու ինքնիշխանությանը, եւ կարծում եմ, որ Հայաստանին հենց ընդդիմափոխություն է պետք, որովհետեւ այսպիսի ընդդիմության հետ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած իշխանության ժամանակ չի կարող իրապես զարգանալ, որովհետեւ կներեք ընդդիմություն դա չի նշանակում, որ դու պետք է անպայման միշտ ամեն կերպ հակառակվես իշխանությանը։ Ցույց տվեք մի երկիր, որ այդպես է։ Բոլոր երկրներում էլ ընդդիմությունը երբ պետք է համագործակցում է, երբ պետք է երկուսակցական օրինակ Միացյալ Նահանգներում երկուսակցական օրինագծեր են առաջ բերում, քննարկում են, փորձում են համաձայնության գալ, բայց մեր ընդդիմությունը նման գործելավոճ տեսել եք, որևէ պրոհայկական կամ Հայաստանանպաստ օրինագիծ իրանք բերել են առաջ, հայաքվեին առաջ բերում, այսինքն օրինագծեր էին բերում, որոնք թերապես անիրատեսական են, անիրագործելի են եւ իրականում որևէ աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Ինչու արցախցիների վերադարձից խոսելը չի բխում Հայաստանի, չի առնչվում Հայաքվեն դրա մասին չէր, հայաքվեն դրա մասին էր, որ որևէ իշխանություն չկարողանա ճանաչել Արցախը Ադրբեջանի։ Հայաքվեն, եթե մի կողմ թողնենք։ Արցախցիների վերադարձի իրավունքը, սա չի առնչվում Հայաստան պետության շահերի։ Առնչվում է, արցախցիների վերադարձնել առնչվում, նախճիվանցիների վերադարձնել առնչվում, իրենց բոլորի վերադարձնել առնչվում է։ Ադրբեջանն էլ ասում է, որ իրենց ադրբեջանցիների վերադարձն է առնչվում այդ ամենին, որպեսզի այն ադրբեջանցիները, որոնք ժամանակին Խորհրդային Միության տարիներին կամ դրանից առաջ ապրել են Հայաստանի որոշ մարզերում, իրենք էլ վերադառնան։ Հիմա մենք պատրաստ ենք օրինակ գանք փոխմբռնել համաձայնության Ադրբեջանի հետ, որպեսզի Արցախ հայերը վերադառնան Արցախ, Նախիջևան հայերը վերադառնան Նախիջևան, չգիտեմ, այստեղ ապրողի ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Մենք պատրաստ ենք այդպիսի համերաշխությանը։ Իհարկե, միգուցե տարիներ հետո մենք կգանք այդ փոխմբռնել համաձայնությանը, բայց դա ժամանակավրեպ է։ Մենք հասկանում ենք, որ վերջի ցավը որ տեղ է ունեցել, դա եղել է հենց մեր հետ, հենց մեր հայրենակիցների հետ Արցախում։ Բայց պետք է նաև իրատեսական լինել։ Եթե մենք գնանք հիմա այդ ուղղությամբ, մենք հետո խոսենք արդեն սյունեցիների վերադարձի մասին։ Մենք ուզում ենք հիմա, չգիտեմ, մի քանի ամիս հետո հավաքվել այս տաղավարում եւ խոսել սյունեցիների վերադարձը Սյունիք։ Չէ՞ որքան տհաճ չէ դա հնչում։ Լավ, պետք է չէ մենք մի քիչ խոհեմություն ունենանք եւ հասկանանք որն է իրագործել այս պահին, որն է իրագործելի հաջորդ քայլերին։
Ամփոփելով պարոն Բլեյան, Դուշանբեից հետո Փաշինյանը գնաց Շարմ էլ-Շեյխ, նրա այս այցելությունները կամ այդ մասնակցությունները այդ միջոցառումներին ոչ միայն քննադատվեցին, այլև ծաղրվեցին։ Գիտեք, Դուշանբեի ասում են Դուշանբեյում Բելարուսի նախագահը ծաղրեց Փաշինյանին, Շարմ էլ-Շեյխում Թրամփը տեղը չէր բերում, թե ով է Փաշինյանը եւ նա ստիպված էր ներկայանալ, ավելին Ալիևի հայրենակից անվանեց Փաշինյանին, ինչ կարող եք ասել։ Այսօր Դոնալդ Թրամփը ասաց, որ նա խաղաղություն է բերել Իրանի եւ Պակիստանի միջեւ։ Մենք պետք է մի փոքր ըմբռնումով մոտնանք Դոնալդ Թրամփին, նա գրեթե 80 տարեկան է, ես դեռ զարմանում եմ, որ նա կարողանում է այդպիսի սթափություն ցուցաբերել, կոնկրետ Շարմ էլ-Շեյխի այցելությունը ես կարծում եմ պատմական, դա առաջին անգամ էր, որ Հայաստանը մասնակցում էր որևէ կոնֆլիկտի խաղաղությանը, հանգուցալուծմանը, որը չի առնչվում գրեթե Հայաստանի հետ, ուղիղ կերպով։ Եվ կարծում եմ դրանով նաև Հայաստանի դիրքը բարձրացավ։ Մնացած բաները այնտեղ կոնտեքստից դուրս է, իրականում նա ոչ թե ասում էր, որ ես եմ վարչապետը, այլ դրանից առաջ խոսակցություն է եղել եւ նա հումորով ասել է, որ ես վարչապետն եմ, բայց բնականաբար այլ շրջանակներ այլ կերպ են դա ներկայացնում։ Դուշանբեի այցը, գիտեք, մենք թարապես կարծում ենք, որ մենք տեղ չունենք ԱՊՀ-ում, մենք ԱՊՀ-ից պետք է օր առաջ դուրս գանք, ԱՊՀ-ի պատճառով տարատեսակ վրացիներ եւ գիտակից ռուսաստանցիներ ձերբակալվում են Հայաստանում, իհարկե իրենք հետո չեն արտահանձնվում Ռուսաստանին, բայց այն հանգամանքը, որ ձերբակալվում են, դա արդեն խնդրահարույց է։ Եվ մենք կարծում ենք, մենք ԱՊՀ-ի հետ գործ չունենք, մենք Տաջիկստանի հետ կարող ենք երկկողմ հարաբերություններ ձևավորել, խորացնել, որքան ուզես, բայց ոչ ԱՊՀ շրջանակում։ Մյուս կողմից ԱՊՀ շրջանակում մի լավ բան եղավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օգոստոսի 8-ը, ներկայացրեց հայ-ադրբեջանական խաղաղության պլանը եւ մեկ անգամ չնշեց Ռուսաստան բառը։ Մեկ անգամ Ռուսաստան բառը չի հնչել, ընդ որում Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։ Այո, հետաքրքիր է առևտրաշրջանառության այդ ծավալների նվազման հետ կապված, որ Փաշինյանը ներկայացրեց թվերը, բայց Պուտինը չհամաձայնեց։ Դե Պուտինը միշտ էլ ամեն ինչ ճոխացնում է, իրեն ներկայացնում է այլ գույների մեջ, նա բոլորին վերջերս ասում էր, որ երբեք դեմ չեն եղել, որպեսզի Ուկրաինան լինի Եվրամիության անդամ, այնինչ Մայդանը տեղի ունեցավ Եվրամիության պատճառով, որովհետև Յանուկովիչը ուզում էր ստաներ ՀԻԱՏՄ մտցներ այն ժամանակ Մաքսային միություն եւ դրա հիման վրա բռնակցվեց Ղրիմը, սկսվեցին հիբրիդային պատերազմներ Դոնեցկում եւ Լուհանսկում։ Իդեպ ես այդ ժամանակ Ուկրաինան թարապես չեզոք երկիր էր 2010 թվականից Ուկրաինան հայտարարել չեզոքության մասին։ Նա չէր էլ ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Նա փոխեց այդ կարգավիճակը, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա եւ բռնակցեց Ղրիմը եւ սկսեց բռնակցման գործընթաց Ուկրաինայի արևելքում։ Այդ ժամանակ նա ստիպված ասեց ոչ, հաստորեն մենք չենք կարող որպես չեզոք երկիր գոյատևենք Ռուսաստանի Դաշնության հարավանությամբ։ Ահա այն ամենը ինչ պետք է իմանալ Վլադիմիր Պուտինի մասին։ Վլադիմիր Պուտինի ճառերը երբ հետ տանք 2010-ականներին, նա ասում էր մի խելագար կարող է պատկերացնել, որ մենք երբևէ կփորձենք հարձակվել Ուկրաինայի վրա եւ բռնակցել Ղրիմը։ Դա իր խոսքերն են։ Դա ասում էր թե Վլադիմիր Պուտինը, թե այսօրվա մոռացած պրոպագանդիստի անունը, մի խոսքով Կիսիլովը, մնացած բոլորն էլ իրանք դա են ասում։ Իսկ այսօր ասում են թե դա փորձում են արդեն արդարացնել։ Այսինքն Վլադիմիր Պուտինի պահով նա մեծագույն ստախոս է։ Այդպիսի ստախոս ես չեմ պատկերացնում։ Իսկ եթե հավատանք Փաշինյանին, առևտրաշրջանառության ծավալների այդ նվազումը ինչի մասին է։ Նվազել է, որովհետև այդ երկրորդային ապրանքների արտահանումն է փոքրացել, նվազել դեպի Ռուսաստան, ես միայն ողջունում եմ, որովհետև ես ի սկզբանե գիտեի, որ այդ տնտեսական ցուցանիշները, որ մենք ունեինք, հիմնականում պայմանավորված էին այդ արտահանձնման դեպի Ռուսաստան սանկցիաներով պայմանավորված երկրորդային ապրանքների եւ իրենք չեն խոսում իրականում տնտեսության մասին, իսկ տնտեսությունը պետք է լինի ինքնաբավ, պետք է այստեղ գործարաններ հիմնվեն, պետք է այլ խաղացողներ մուտք գործեն, մեր ստանդարտները պետք է բարձրանան, մենք պետք է եվրոպական միության հետ լուրջ հարաբերվենք, այն Եվրաքվի օրինագիծը, որ մենք ընդունել ենք որպես օրինագիծ, իսկ հիմա որպես Madonna service տարել փակել ենք Սերվանտում, մենք պետք է բացենք եւ օգտագործենք դա։ Սա է արդեն Հայաստանի Հանրապետության տնտեսությանը միտված իրական գործունեություն։
Շնորհակալ եմ։ Սիրով։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։